սեն շենք հանդիպի։ Անսպասելի վայրում, անսպասելի մարդու հետ, հա Հարամ։ Հորս արև աղբեր, տուր սպանի, բայց այդ քո անուր զնով ինձ Հարամ մի ասա, ցավը տանեմ աղբեր ես, ես այդ տղեն չեմ։ Դու են տղեն ես, ու պետքա գցեի քացուստակ, ու ենքան տպեի, որ ես անուշ պապս, բերանիտ մեջ բամբակով ջուր լցներ։ Բորբոքված ես, բայց քեզ սիրուն պահի, քեզ չի սազում, ինքնատիրապետումդ մի կորցրու, տղա ջան։ Ես կարողա բորբոքված եմ, բայց իմ խելքը միլիոնի տակ աշխատում է, ու իմ մոտ մի հատ շատ կարևոր հարց է առաջանում։ Ինչ կապ ունես Հարամի հետ, ու հակառակը դու, ինչ կապ ունես իրա հետ։ Ես ու դու, 3-1 այսօր 2 հազիվ ծանոթացանք իրար հետ, բայց ոնց տենում եմ Հարամի հետ լավ էլ ջերմ շփվում եք։ Ինչ կապ կա ձեր մեջ, արա։ Պատահական հանդիպեցինք աղբեր ես։ Դու լռի, հարցը ինձ ա ուղղված։ Ես ինչ սերունդ ա, մեծին արգել չգիտեմ։ Նորից եմ կրկնում հարցս։ Ինչ կապ ունեք իրար հետ։ Ոչ մի կապ չկա, տղա ջան։ Ուղղակի երեխեն ինձ գտել էր, որ քեզ հետ կապ հաստատի։ Երեխեն, հա։ Շատ երեխա է։ Բայց ես արդեն մեծ տղա եմ։ Ու այդ քո հեքիաթներին չեմ հավատում։ Նեղացնում ես պապուտ, Հենրի ջան։ Ներող, պապի ջան, ասածներդ համոզիչ չէին։ Ասա տենամ ինչ կապ ունեք։ Հիմա իմ դեմ ինչ ես պլանավորում։ Հորքուր աշխարհով մեկ եմ եղել, որ եկել ես։ Նենց ինք կարոտել քեզ։ Ես էլ ձեզ էի կարոտել։ Բայց եթե Աննա այս հղիությունը չլիներ, ես ես տուն չէի գա։ Բա որ տենց է հիմիկվանի շնորհակալություն հայտնենք մեր դեռ չծնված պստոյին։ Ջան։ Չգիտեմ արդեն էլ, կատաղությունս տեղս չեմ գտնում։ Ոնց լակոտը տարա, ինձ թողեց գնաց այդ ժուժու բգոյին ընտրեց։ Ես քեզ այդքան խնդրեցի, ինչի ես գնում, ինչի ես հասնում այնտեղ, որ այդ լակոտն էլ ժուժուին ընտրեր։ Լսի քեզ ինչ եմ ասում։ Ականջի դողարա, այդ լակոտին չօգնես։ Թող մի քիչ լավ գետնին կպրի, թող կսվի գետնին։ Մենակ լակոտը չէ, ես կուզենայի նաև Բագրատի քիթը կսվեր։ Ես այդ Բագրատին են ուր եմ կծելու չունը ձեռից հատ չի առնի։ Հələ թող մի քիչ ուրախանա, ոչինչ։ Ես գիտես ինչի վրա եմ զարմանում։ Բայց միթե մենք այտենց անորակ երեխա ենք դասիրակի, որ չի ջոգում, որ Բագրատը իրան օգտագործում է մեր դեմ։ Կօգտագործի, բա ինչ կանի։ Ով է իր համար Հենրին։ Միքայել ախպորպես դու լեք տականք բգոյին լավ չես ճանաչում։ Էնի կարող է բռնում մի անգամից իրականությունը պատմի սաղ։ Դե լավ այդքան անխելք չի։ Ես իրան զգուշացրել եմ, որ բերանը փակ պահի։ Զգուշացնես, չզգուշացնես, մեն ռաստեղից մտնում դեից դուց ա գալի։ Ես էլ դու էլ լավ գիտենք, թե պապան ինչքան դաժան կարող է լինել։ Իր նպատակին հասնելու ճանապարհին ինքը յուրաքանչյուրին կօգտագործի։ Ես հիմա շատ եմ վախենում Հենրիի համար։ Մենակ դու չէ, ես էլ եմ անհանգստանում։ Թե ինչ նպատակա հետապնդում եմ, չգիտեմ։ Իրականում ինքը Հենրիին տանել չի կարողանում, ես դա գիտեմ։ Պարզավոր տանել չի կարողանում, վրեժալուծում։ Ես կխոսեմ հորդ հետ, չնայած պետք չի հույսեր փայփայել։
Բագրատի հետ հիմա անտանելի է։ Ես պապային ինչ ասես ներել եմ։ Բայց եթե հանկարծ Աստվածչյան ինքը Հենրին վատություն անի, կդադարի իմ համար գոյություն ունենալ։ Մենակ թե դու մի հուզվի լավ։ Քեզ հիմա չի կարելի բալես։ Դու հիմա մենակ քո մասին մտածի։ Չեմ հավատում, որ ես ամեն ինչի իմ հետ է կատարվում։ Աստված մեծ երջանկություն է բարգեւել քեզ ու Միքայելին։ Դու տեսել ես Միքայելի աչքերը ոնց են փայլում քեզ նայելուց։ Բաց թող անցյալը ցավը տանը։ Մի հիշի ոչ մի բան։ Ապրի քո սիրուն ներկայով։ Կյանքդ անցնում է բալես։ Սենց անակնկալ հաճախարա։ Հաճելի է միշտ, հաճելի մարդու հետ շփումը։ Ճիշտ են ասում, որ ամեն վատ բանի մեջ պետք է լավ բան փտրել։ Եթե այդ Անգելինայի պատահարը չլիներ, մենք ձեզ հետ չէինք ծանոթանում։ Համաձայն եմ, այդ միջադեպը պատճառ դարձավ մեր ծանոթության համար, բայց իմ գալուն Անգելինան այնքան էլ ուրախ չէր։ Ով ասաց նման բան։ Անգելինա, ինչի է գորի մոտ տպավորություն ստեղծվել, որ դու այդքան ուրախ չես, որ ինքը մեզ այցելել է։ Ես չգիտեմ ինչի է այդպես սխալ տպավորություն ստեղծվել, բայց հակառակը ես ուրախ եմ, ուղղակի սկզբից մի քիչ զարմացա։ Ամեն ինչ կարգին է։ Անգելինաս ինչքան շատ քեզ հետ շփվի, այդքան շատ բան կսովորի։ Պապա, գորը սրտաբան է։ Անգելինա ինչ կապ ունի, բայց բժիշկ է։ Իսկ բժիշկը պետքա զարգացած լինի ու գաղափար ունենա ամբողջ օրգանիզմի մասին։ Դե հա համաձայն եմ։ Օրինակ ինձ համար մանկաբարձի աշխատանքը մի ուրիշ աշխարհ է։ Օգնում են կանանց կյանք տալ։ Ամեն անգամ իրենց աչքով ականատես են լինում մի նոր կյանքի, մի նոր սկզբի։ Հա, նույնը ես կարող եմ ասել։ Ձեր կատարած ճիշտ աշխատանքի շնորհիվ մարդիկ շարունակում են ապրել, անգամ ամենաանհույս վիճակում։ Մի խոսքով երկուսն էլ գտել եք ձեր ճիշտ մասնագիտությունը եւ առաքելությունը այս կյանքում։ Ցավը տանեմ ախպերս։ Չեմ հասկանում, ինչ ես ուզում իմ տանջված կյանքից։ Դիշ չխաղաս, արա։ Հարցերից պատասխանի։ Ես քեզ ինչ պետք էր ասեցի, թող ես տղուն։ Քո պատասխանները ինձ չբավարարեցին։ Բայց այդ է ճշմարտությունը ախպերս, ես այս մարդուն գտել եմ, որ ինձ բարեխոսի քո համար։ Ու ոնց դուրս եկար այս մարդու հետքին։ Քեզ հետևելով։ Դու սենց ում ես գցել կասկածանի, տղա ջան։ Այս տղեն ասում է, ոնց ա եղել, ինչ ա եղել, ես էլ եմ քեզ ասում։ Դու նույնն ես ասում։ Այդ կասկածամիտ հարցերը շարունակվում է։ Ներիր ինձ ախպերս։ Մեր ընկերությունը իմ համար իրոք շատ թանկ է։ Ես առանց քեզ ոնց որ կիսատ լինեմ։ Արա դուր, ընկերությունն ուր։ Մի արա մեղ կա տղեն։ Ձերոնց ճշմանը չդիմացա։ Կներես ինձ ախպերս։ Թե պիտի ծնկի գամ առաջդ, որ հավատաս։ Հա, բա ոնց։ Ոչ թե պետք է, այլ անհրաժեշտ է։ Հեն ջան, մեռնեմ կյանքիդ ախպերս։ Կապիկություն մի արա վեր կաց։ Չես տենում տղեն նեղության մեջ է։ Ձերոնց խոսքից դուրս չգալու համար գնացել է այս քայլին։ Ինչ ես ճնշում։ Գնա հալալ։ Աչքիս մի երևա։ Հեն ջան, ախպերս։ Գնա։ Երեխեն չի ուզում քեզ տեսնի։ Արդեն ինձ վրա էլ սկսեցիր ազդել։ Իսկ մենք գնանք տուն։ Գնացինք տղես, իմ ու քո տուն։
Առանց քեզ մեր կյանքը տխուր էր եւ կյանքը դատարկ։ Շնորհակալություն։ Անկախ ամեն ինչից հաճելի էր լսել, որ բացակայությունս նկատվել է։ Քո բացակայության ընթացքում անունը փորձում էր մեզ սոված թողնել։ Բայց իրան չասես։ Լսի Միքայել տղա, քեզ խելոք բայ է։ Իմ Աննան շատ համեղ է պատրաստվում։ Ես եմ սովորեցրել։ Ամեն դեպքում ուզում եմ ասել, որ մենք երեխա ենք ունենալու ու շատ էր լինես այդ երեխուն։ Ես հենց դրա համար եմ այստեղ, ու դրա մասին ես զգուշացնել պետք չի, որովհետև այդ երեխան ինձ համար էլ է շատ թանկ։ Լավ, հասկացա։ Մենակ նդ հասկա էլի։ Ինչ հարց։ Քեզնից լավ, ոչ մեկ աղբոր չի ճանաչում։ Այդտեղ սխալվում ես, որովհետև հիմա ես էլ Բակրատին չեմ ճանաչում։ Ինչ կանալ չճանաչես, ինձից լավ ես ճանաչում։ Ուզում եմ հասկանամ, ինչ ծրագրեր ունի հերի հետ կապված։ Չգիտեմ, բայց դու հանգիստ եղի, որովհետև ոչ ես, ոչ էլ Աննան, թույլ չենք տա անդառնալին։ Ամեն դեպքում զգուշացրու, որ իմ տղուն գործիք չդարձնի, թե չէ կջնջեմ ես երկրի երեսից։ Սա էլ իմ տունն է։ Իմ համեստ տունը։ Մեծ մարդու համեստ անկյունը։ Հա, հասկացա։ Իմ տունը նաև քո տունն է, Հենրի ջան։ Զգա քեզ ինչպես ձուկը ջրում։ Այդ ձուկը ջրումը լավն էր, դուրս եկավ։ Փաստորեն լավ էլ դզված ապրում ես։ Տղես, մի տեսակ կիսատ է մեր շփումը։ Այսինքն, որ խոսում ես հետս, վերջում անպայման պիտի օգտագործես պապ կամ պապի ջան, ոնց սիրտը ցանկանում է։ Դե ոնց սիրտս ցանկանում է, տենց էլ անում եմ։ Լավ, խնդիր չկա։ Սիմա։ Սիմա։ Սիմա, ծանոթացիր Թորանս հետ։ Շատ հաճելի է, Սիմա։ Արդեն իմացա, Հենրի։ Կարծում եմ դուք իրա հետ լեզու կգտնեք։ Կարա լինի։ Սենց ջահել տատով էլ ունենա, հետը հեշտ լեզու կգտնի։ Ես ավելի շատ քեզ մեզ քույր կարող եմ լինել, քան տատի։ Դե լավ մի ներվի։ Երեխան ջահել տատու ա ուզում, դու էլ տատ եղիր։ Հաց կուտեք։ Այո, չէր խանգարի։ Թորանս հետ նստենք սեղան։ Տունը, ջահել տատը, գիտես ինչ, բայց ես ավելի լավ է Անետի հետ ապրեմ։ Նեղացնում ես, պապոտ, ինչ է սրտովդ չի ինձ մոտ։ Չէ, ուղղակի համ Անետը մենակ չի լինի, համ էլ ես իրա հետ ավելի լավ կզգամ։ Բիոտոկերով իրար զգում եք։ Ալո։ Ինչ ես ուզում Հենրիից, այդ երեխուն քո կեղտոտ խաղերին մասնակից չդարձնես։ Այ իմ թանկագին քույր, դու տեսախցիկ ես դրել իմ տան մեջ։ Ոնց իմացար, որ ես իմ շատ սիրելի Թորանս հետ եմ։ Ես շախոնցների տանն եմ ու ինֆորմացիային տիրապետում եմ։ Ասա, որ ես հիմա կգամ։ Բայց դու շատ անինքնասեր մարդ դուրս եկար։ Լսիր, Բակրատ։ Լսի, ոչ ուզում եմ խոսել, ոչ ուզում եմ տեսնել քեզ։ Ինչի չասեցիր, որ գնում եմ իրա մոտ։ Որովհետև ինքը մեր հայրական օջախում չի։ Նորից գնացել է շախունցների տուն, ձեր տուն։ Ես զարմանում եմ իրա վրա։ Այսքանից հետո, այսքան նվաստացումից հետո,
Ոնց կարողացավ նորից վերադառնալ ձեր տուն։ Դե մաման հղի է։ Հորքուն էլ պետքա հոգ տանի իր մասին։ Այդ իմ ենթադրությունն է։ Ոնց։ Մայրդ հղի է։ Դե հա, հղի է։ Մեր, ինչի չես խոսում։ Դե ոնց որ խիստ բաղված ես, չեմ ուզում խանգարել։ Դու ոնց կարող ես ինձ խանգարել։ Մի քիչ։ Կուտը, գնայես։ Ալենայ։ Շատ սիրուն եմ։ Հա, բա ինչքան բարի է ու համեստ։ Ես շատ ուրախ եմ, քո աչքերը փայլում են էլի։ Ու իդեպ զարմացած եմ, որ սկսել ես ուրիշով հետաքրքրվել։ Լավ, Մերի, դու ուրիշ բան մի մտածի։ Ես ընդամենը հիացած եմ իր տեսակով բարությամբ ու, չգիտեմ, համեստության տիպարա։ Ես քեզնից ոչ արդարացում եմ ուզում լսեմ, ոչ էլ բացատրություն։ Եթե ուրիշ նկարներ կան, դիր նայեմ։ Հա, իհարկե։ Ես իրան շատ հավանեցի, բայց մի խնդիր կա, որը տան շնորհքի քուրիկն է։ Դե հա։ Բայց շատ սնունդ է։ Նայես նկարը։ Աչքերը նայ։ Ասեմ սա ուզում եք։ Հələ իրար կողք։ Բայց մի նկարը նայ։ Օ։ Անգելինա։ Շնորհակալ եմ համ հյուրասիրության համար, համ էլ ընդունելության։ Խնդրեմ, հուսամ կարծիքդ փոխեցիր։ Կարծիքս։ Դե հա, որ մտածում էիր ուրախ չեմ գալուտ համար։ Ախա, բաներ ասացի, ինչ ես սրտիդ մոտ ընդունել։ Ինչ էր ասվել, արա։ Հենրի անհարմար է, բաց թող։ Ու ընդհանրապես ինչի ես եկել։ Էս քո անդաստիրակությունը ամեն անգամ կուլ չեմ տա։ Դու ինձ ասիր անդաստիրակ։ Ինչի խնդիր ունես հասկանալու հետ։ Դու պետքա հիվանդների թրաժեշտ տայր դոկտորի։ Հենրի չհամարձակվես։ Լուրջ։ Սրան ես պաշտպանում։ Ճիշտ եմ հասկանում։ Ինձ պաշտպանել պետք չի։ Ես կարամ ինձ պաշտպանել։ Անգելինա տուն գնա։ Իրոք խփնվել ես։ Այդ արդեն դու ես որոշում, հա, Անգելինան մտնի ներս թե մնա ստեղ։ Ես քեզ հենց այստեղ կմորթեմ։ Ոնց ես քեզ զգում։ Մի քիչ հոգնած եմ, բայց ընդհանուր լավ եմ։ Գիտես չէ, հələ չեմ հավատում, որ այս ամենը չի իրական է ու իմ հետ է կատարվում։ Ինձ ես խառնվել իրար, ոնց որ առաջին անգամ ես հայր դառնալու։ Տարիքի հետ ամեն ինչ փոխվում է։ Ես նույնիսկ սկսում եմ զգալ ու հասկանալ, թե ինչ է իմ հետ կատարվում։ Հա, լուրջ եմ ասում։ Ես զգում եմ, որ տղա ենք ունենալու։ Մինչև փոքր տղայիդ մասին կանխատեսումներ անելը լավ կլինի մեծի հետ հարցերդ լուծես։ Իսկ ես ինչի է թվում, որ ես Հենրիի հետ հարաբերությունները չեմ կարողանում տեղը գցեմ։ Փորձի հետ լեզու գտնել։ Օգնեմ, որ երեխան հասնի իր այլ երջանկությանը։ Հերետանանցա մտնել ուղեղը, որ հետ բերել չի լինի։
Իսկ ինչ մնում է երջանկությանը, հատկապես հայերի այդ աղջիկը իր երջանկությունը չի, ու երջանկությունը կյանքում չի էլ լինելու։ Հենրի, քեզ ավելորդություններ թույլ մի տուր, ինքը մեր ընտանիքի հյուրն է, ինչի ես հարձակվում իրա վրա։ Իրան ասվել էր, որ քո շուրջը չպտտվի։ Բայց դու ով ես։ Դու ով ես, որ ես պիտի քո ասածով շարժվեմ։ Այդ միջև հիմա չգիտես ով եմ։ Շատ վատ է։ Հենց այդ է քո խնդիրը, որ չգիտես իմ ով լինելը, բայց ոչինչ կիմանաս։ Մենակ թե ես խնդիրներից փախչող ու խուսափող մարդ չեմ։ Ուրեմն մնա, որ ուղեղիդ ավելի մանրամասն հասցնեն։ Սիրով։ Գոր գնամ։ Գնամ։ Գնամ ու քեզ թողեմ սրա հետ։ Այդ դու գնա։ Ինձ ու քո հարգարժան հյուրի հետ մենակ թող։ Դու չէիր ասում, որ չես ուզում ինձ լսես, որ խոսքերս քեզ հետաքրքիր չեն։ Հիմա ինչի ես եկել ուստեղ նորից կռիվ սարկում, Հենրի։ Իսկ դու գոր գնա, մենք խոսելու բան ունենք։ Այսինքն ավելորդ ես, ապեր ջան։ Քեզ ուրիշ ոնց բացատրենք։ Գոր ջան, գնա, հա։ Ես հասկացա քեզ։ Կգնամ, որովհետև դու ես ուզում։ Վիրահատարանիցդ հանգարց դուրս չգաս, որ չընկնես ոտերիս տակ։ Սպասեմ։ Արածից գոհ ես։ Ես արդեն ամաչում եմ քո ոչ ադեկվատ պահվածքից, Հենրի։ Ճիշտ ես անում, որ ամաչում ես։ Բայց նրա համար չէ, որ ես ադեկվատ չեմ, այլ նրա համար, որ դու երկու հոգու հետ ես հանդիպում։ Ես գիտեի դու ուրիշ ես։ Ինչ ես խոսում։ Ոնց կարողացար քեզ թույլ տաս տենց բան ասես, Հենրի, գոռը ընդամենը։ Մենակ թե չասես։ Գոռը մեր ընտանիքի ընկերն է, մամայիս, պապայիս սիրած փեսեն է ու տենց շարունակ։ Մտածի ինչ ուզում ես։ Չեմ արդարանալու։ Ասա ինչի ես եկել ու գնա։ Չես արդարանում, որովհետև արդարացում չունես։ Իսկ եկել եմ նրա համար, որովհետև մի քանի ժամ առաջ ուզում էիր հետս խոսայիր։ Բայց ոնց բարձվում է գոռս խաղացնում։ Գոռը շատ անսպասելի եկավ մեր տուն։ Իսկ քո հետ հա ուզում էի խոսեի։ Ուզում էի ներողություն խնդրեի քեզ չհավատալու համար, որովհետև Աննա Բագրատովնայի հետ խոսեցի ու ասեց, որ դու մեղավոր չես, ընկերոջդ զոհն ես դարձել։ Ու տենց մի անգամից հավատացիր, հա? Բայց չես մտածում, որ մերս էլ կարա քեզ խափի։ Այս Անգելինան ուշացավ թե ինձ աթում։ Իրոք ուշացավ, բայց երևի զրուցում են, մի անհանգստաց։ Թեկուզ զրուցում են, այսքան երկար։ Հեսա նայեմ։ Ուր։ Նայում եմ պապողանը։ Այ, Հեկտորը։ Վայ Աստված եմ։ Ինչ եղավ։ Ինչ։ Ես այս խայտարակությունը այլևս չեմ անդուրժի։
Ալո։ Խնամի ջան։ Պապի ենք դառնում, դու էլ մեզ տեղյակ չես պահում։ Աղբոր պես էլի արի կելնի դու խնամի բառը մի հիշացելու։ Մենք ինչ խնամի։ Լավ բան չես անում, Էնդո։ Ոչ ինձ ես գնահատում, ոչ իմ աղջկան, ոչ էլ մեր թանկ խնամիական կապերը։ Եթե չես ուզում հեռախոսը վրետ անջատեմ, ավելավա դու անջատի։ Տես ինչ աղջիկ եմ տվել, որ նույնիսկ այս տարիքում ձեզ ժառանգա պարգևում, Էնդո։ Լսի բգո ինչ եմ ասում, է։ Քանի որ խոսքը հասավ ժառանգներին, դու հեռու ես մնում իմ ժառանգներից։ Ուրախությունդ շատ կարճ տևեց, ասեմ իմանաս, որտեվ Աննան այդ երեխին, որ լույս աշխարհ բերելու, դա լինելով մենակ իմ ժառանգը, հասկացար։ Իսկ դու Հենրիից 1000 կիլոմետր հեռու մնա։ Եթե երբևիցե ուզենաս, տեսնես քո ժառանգներին, այսինքն շախունցներին, քեզ խելոք պահի ու հանգիստ պահի։ Ոչ մի կերպ չես կարողանում հաշտվել, ոչ մի կերպ չես կարողանում եզրեր գտնել։ Լավ չի, շախունց ջան, լավ չի։ Դուս եկար գորին ճանապարհելու, բայց հայտնվեցիր սրա կողքին։ Ոնց հասկանանք։ Փաստորեն մեր խոսքը քեզ համար ոչ մի բան է, հա։ Ես չեմ կանչել Հենրիին։ Ամեն անգամ նույն պատճառաբանությունն ես առաջ քաշում։ Դու չես կանչե, ինքն իր ոտքով է եկել։ Օպար, դիրեկտոր մարդ ես, տոնդ իջացրու։ Ես եկել եմ, որովհետև Անգելինան ինձ ասելիք ունի։ Իմ աղջիկը քո հետ ոչ մի բան չունի խոսելու։ Մորքուր, բերանիս մի առ ու խոսքս բերանիս մեջ մի թող, թե չէ որ գժվեցի։ Ես եկել եմ, որովհետև Անգելինան ինձ ասելիք ունի։ Բայց որ իմանայի հյուր ունեք, են էլ տենց թանկ հյուր։ Չէի գա ու չէի խանգարի։ Գորը հարգարժան անձնավորություն է։ Ոչ թե քո նման թուրիմացություն։ Մամա։ Ինչ։ Երևի արդեն պատկերացրել էիք դրա ու ձեր ծստեր հարսանիքը։ Ես մեծ սիրով իմ աղջկան կամուսնացնեի գորի հետ։ Եթե քո նմանը մեզ ու մեր աղջկան հանգիստ թողնի։ Ես երբեք ոչ գորի, ոչ էլ մեկ ուրիշի հետ չեմ ամուսնանա։ Որովհետև ես Հենրիին եմ սիրում։ Ինչ ասացիր։ Հա, պապ, ես Հենրիին եմ սիրում։ Դու հենց նոր թաղեցիր քո ծնողներին։ Ես էլ քեզ եմ սիրում։ Ու թող բոլորը իմանան։ Ինչ հոծրու, ինչ հոծրու։ Ձեզ մի օր ժամանակ, կամ օրնում եք մեզ, կամ էլ մենք առանց ձեր թույլտվության միասին ենք լինում։ Հերի գնա։ Չէ։ Գնա ես, խոսելու բան ունեմ մերոնց հետ։ Մեզ ոչ մեկ չի բաժանի։
Ես քեզ չեմ ճանաչում։ Շնորհավորում եմ։ Դու հենց նոր մեզ հողին հավասարացրեցիր։ Ես ընդամենն իմ զգացմունքներն էի արտահայտում։ Այն ինչ որ ստեղով էի զգում, վերջապես ասեցի։ Շատ եմ փորձել պայքարել իմ սիրո դեմ, բայց չի ստացվում։ Ինչ սեր։ Ինձ չի հաջողվում ազատվել այդ սիրուց։ Ինչ ես առաջարկում։ Առաջարկում եմ, որ ձեր օրհնությունը տաք։ Ինչքան էլ ես ու Հենրին սխալ ենք, թողեք, որ մենք սիրենք ու սխալվենք, պապ։ Որ այդ լինի իմ սխալը։ Ու մեղադրելուց էլ ինձ մեղադրեմ։ Իսկ հիմա մեզ լսիր։ Մենք կմեռնենք, բայց քեզ եւ այն լակոտին օրհնություն չենք տա։ Երբեք։ Ընտրիր։ Կամ մենք, կամ նա։ Ինչի եք դուք ինձ միշտ ընտրության առաջ կանգնացնում։ Հայրդ հարց տվեց։ Կամ մենք, կամ նա։ Այդ դեպքում ես ընտրում եմ իմ սերն ու երջանկությունը։ Վայ անգելին ես ինչ արեցիր դու իմ հետ այսօր։ Հա կյանքս, հա իմ հրեշտակը։ Կարաս հետ գաս։ Ինչ է եղել։ Ուզում եմ հետևիցս գաս։ Էլի նեղացար։ Նեղվում եմ, որ Հենրին տանը չի։ Իր ընտրությունն է, ոչ մեկ չէր խնդրում, որ Բագրատի հետ պապու թոր խաղային։ Եթե երեխու զգացմունքները հարգեիք, հիմա ասենց բան չէր լինի։ Էլի մի տեղ խոսակցությունը հասցրու են գետին, որը քեզ հարմար է, մեկը բան չի փոխվելու։ Անգելինան Հենրիի հետ կապ չունի ու չի էլ ունենալու։ Կբացատրես ինչի։ Բարի գիշեր։ Ընտրեց։ Ավակ կարող է սխալ վարվեցիք։ Կարող է
կանեինք։ Ես չէի ուզում։ Ես ես ինչ արեցի, իմ ձեռքով տունս քանդեցի։ Ավոք լավ չես։ Ուզում ես գնամ Անգելինայի հետևից։ Չէ, մի բաժակ ջուր տուր։